Բոլորիդ ողջունում եմ Տեր Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ։ Քարոզելու եմ նրա փառքը վերեր, Աստծո փառքի մասին։ Քարոզի անունը կարանք դնենք փառք, հենց այդպես։ Որովհետև երբ որ ասում ենք փառք, մենք միանգամից հասկանում ենք, որ Աստծուն է ուղղված։ Բայց այսօր երկու դիրքից ենք նայելու, դաժե 3, ասենց ասեմ, որովհետև կա Աստծո փառք եւ կա մարդու փառք, դրանք խիստ տարբեր են։ Եթե սկսենք հենց այնտեղից, որ Հովհաննես Ավետարանիչը 12-րդ գլխի 41-43 խոսքերը միասին կարդանք, Եսայան սա ասեց, երբ որ նրա փառքը տեսավ։ Եսայան բան ասեց, երբ որ նրա փառքը տեսավ։ Ինչա ասել, երբ որ նրա փառքը տեսավ։ Գրված է վերը 38 խոսքից։ Եվ Տիրոջ որ Եսայա մարգարեի խոսքը կատարվի, որ ասես Տեր ով հավատաց մեր տված լուրին։ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, հիշում եք Եսայա 53-րդ գլուխը։ Երբ որ Տիրոջ փառքը տեսավ, բան ասեց։ Ով հավատաց մեր լուրին, մեր քարոզած ավետարանին ով հավատաց։ Եվ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Տիրոջ բազուկն ասել, այսինքն զորությունը, որ Աստծուց գալիս է։ Ով հավատաց։ Եսան ասեց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց։ Բերեք ոնց ասել եմ, այտենց շարունակենք կարդալ։ Բայց եւ այնպես իշխաններից շատերը հավատացին նրան, Հիսուսի մասին է խոսքը։ Իշխաններից շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովրդից դուրս չգցվեն։ Ժողովարանից, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Այս հատվածի վրա եմ խոսելու հիմնական մարդկանց փառքը եւ Աստծո փառքը։ 42-ը դիր նորից։ Իշխաններից ես չգիտեմ ովքեր էին։ Միգուցե այդտեղ էր նալոգովի ինսպեկցիան, միգուցե այդտեղ էր, չգիտեմ, գործարար մարդիկ, մեծ բիզնեսմեններ, միգուցե այդտեղ կային, ղեկավարներ տարբեր, իշխաններից շատերը, իշխանավորները այդտեղ էին։ Եվ լսեցին Քրիստոսի ավետարանը։ Եվ բանը գիտեք ինչու՞մն է, հավատացին, բայց վախենում էին ժողովարանը, ռուսերենում գրած է սինագոգա, դա հրեաների ժողովն է, ժողովարանը, եւ վախենում էին, որ հանկարծ ստեղից մեզ դուրս չանեն։ Փարիսեցիները այդ ժամանակվա պարտիան, ոնց որ հիմա Եդինի Արասյան ամբողջ բանով է տիրում, այդ ժամանակ էլ փարիսեցիների այդ պարտիան, ասենց ասեմ, կազմված էր հոգևորականներից, առաջնորդներից եւ շատ մեծ իշխանություն եւ ազդեցություն ունեին տվյալ ժամանակ, տվյալ պետության մեջ։ Եվ ամեն բան նրանց որոշումով էր լինում, նրանց ազդեցությունը մեծ է։ Եվ քանի որ իշխանավորները լսում էին Հիսուսին եւ իրանց դուրը գալիս էր, ասում են, «Էսի շլավ է խոսում, ճիշտ է ասում», իրանց մտքի մեջ էին ասում։ Բայց երբ որ արտաքինից իրանց պահում էին, իրանք պահում էին, թե մենք այս ամբողի մեծ փարիսեցիների խմբի մի մասն ենք։ Մենք վախ ունեին, որ իրանց այդ ժողովարանից դուրս չանեն։ Վախ ունեին, որ այդ իրանց պարտիայից դուրս չանեն։ Վախ ունեին, որ ժողովրդից վախ ունեին, փարիսեցիներից վախ ունեին։ Դրա պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն, որ դուրս չանեն իրանց։ Եվ հաջորդը, որովհետև մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Այսինքն մարդահաճո կերպով էին ապրում, մարդկանց հաճեցնելու համար։ Ինչքան ա եղել, ժողովուրդ ջան, քրիստոնեությունը մեր օրերի մեջ
ամենաշատ հալածանք կրող կրոնն է։ Ամենաշատ հալածվող կրոնը քրիստոնեությունն է։ Եվ քրիստոնեության մեջ ամենաշատ քարը, որ գցում են, 50-ականների վրա են գցում, որի մասն ենք մենք։ Դրա համար մի բան, որ ես ուզում եմ ասեմ, եթե ուզում եք մարդկանց հաճելի լինեք, մի օր ստեղ չեք լինի։ Կգաք ենքան ժամանակ։ Հիշում եք այն սերմնացանը, որ դուրս եկավ սերմը ցանելու, տարբեր հողի մեջ ընկածներից մեկը սա էր, որ ասում է, երբ որ խոսքը լսում է, ուրախությամբ ընդունում է, մի կարճ ժամանակ հետո որ հալածանք է լինում, թողնում է ու հեռանում է։ Այսինքն ես ստեղ եմ, քանի դեռ ամեն ինչ լավ է, բայց մի փոքր նեղություն հալածանք, թողնում են հավատքը։ Չեմ ասում չեն հավատացել, հավատացել են։ Այդ ժողովարանում այդ իշխանավորները չէին հավատացել, հավատացել էին։ Բայց ամոթ էր համարում մեկը, ինչ որ մեկը ամոթ էր համարում իր դիրքը, իր իշխանությունը, իր դիրքավորված տարիներով ձեռք բերած հարմարավետությունը, ոչ չի թողնի, ստիպված է լինելու մարդկանց հաճեցնի։ Դրա համար նախընտրեց մարդկանցից փառավորվի, քան թե Աստծուց։ Սրան զուգահեռ մի հատ համարել եմ կարդում։ Հովհաննեսի 5-րդ գլխի 44 խոսքը։ Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից եք փառք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Ինչպես կարող եք հավատալ, որ իրարից եք փառք առնում։ Մարդիկ փնտրում էին իրարից փառավորվելը։ Ինչ է սա նշանակում։ Ժողովուրդ ջան, մենք կարանք մարդկանց առաջ բավական հեղինակություն ձեռք բերել, հարգանք ձեռք բերել, վատ չի, բայց ասեմ, ինչն է ստալի, որ ինչը վերցնես։ Գիտեք, աստվածահաճո մարդիկ այսպիսին էին, որ օրինակ կառաջարկեն, Հիսուսին առաջարկեց սատանան աշխարհը տա իրան։ Մեծ հարստությունները ցույց տվեց, պետություններն, իշխանությունները, բոլորը քեզ կտամ, ոնց որ իրանն է, էլի։ Բոլորը քեզ կտամ, միայն թե ինձ երկրպագես։ Համաձայնվել մեղքի հետ, դա երկրպագություն է, մի անգամից եմ ձեզ ասում։ Մերժել մեղքը, դա էլ է երկրպագություն, բայց ասում։ Համաձայնվել չարի կամքին, տեսեք, մարդահաճո կերպով քայլելը, դա թշնամություն է Աստծո դեմ, դա հակառակ Աստծո բնությանը։ Դրա համար երբեք մարդահաճո մի ապրեք։ Նամանավանդ մեր ազգին մի հատ sense հատկություն ունի, բա մարդիկ ինչ կասեն։ Ամեն ինչ անում ենք, նույնիսկ թաղումը, հարսանիքը անում են, որպեսզի մարդիկ, բա ինչ կասեն, բա մարդկանց համար։ Դա նորմալ չի, ժողովուրդ ջան։ Դուք միշտ sense մտածեք, բա Տեր Հիսուսը ինչ կմտածի։ Ես որ անեմ, բա Աստված ինչ կմտածի իմ մասին։ Նոր հոգի էի, հավաքվում ենք հարազատներով, բարեկամներով, ընկերներով եւ միշտ ինչպես ես, այնպես էլ դուք այդ փորձությունը հանդիպել եք, բա ամոթ չի, մի 100 գրամ չխմես մեր հետ։ Ասեմ ձեզ, որ մարդահաճո կերպով ապրելու դեպքում դու սկսելու ես հաճեցնել իրանց։ Քեզ համոզելու են եւ դու համոզվելու ես։ Բայց Աստված ուզում է այսպիսի սրտեր, որ տվյորդի չէ ասենք, հայերեն ասած, տղավարի չէ ասենք, այո, մեղքին չէ ասենք, թեկուզ ես, որ այդ 100 գրամը խմեմ էլ, ինձ ոչ մեկ չի դատապարտի, ոչ էլ Տեր Հիսուսը կդատապարտի, բայց ես մերժում եմ,
քանի որ չեմ ուզում մարդահաճո կերպով ապրել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մի օր մեկն ասաց խիչ եք խմում, ասային եկեղեցին որտեղից եկել եմ, մեր եկեղեցում չէին խմում։ Ես ձեզ մի բան ասեմ, կարողանանք մարդկանց հետ շփվելուց մարդահաճո կերպով չապրել։ Միշտ հիշեք, իսկ Տերը ինչ է մտածում, իսկ Աստված ինչ է մտածում այս պահի վրա։ Շատ է հանդիպում այսպիսի դեպքեր, շատ են հանդիպում, առօրյայում, ղեկավարության հետ, բարեկամների հետ, ընկերների հետ, նույնիսկ մենք ամաչում ենք ինչ-որ տեղ, ամոթ չի, որ Աստծո խոսք խոսանք, փորձում ենք մի կերպ սենց սվաղած մերկու բառ ասել, որ վերջում ասենք ավետարանչություն արինք, բայց ուզում եմ համարձակ լինեք, Հիսուսը թողեց երկինքը, թողեց այն փառքը, որ երկրի ստեղծվելուց առաջ ուներ ինքը, և հոժարվեց ցածրանալ, մարդու կերպար առնել, մարդկանց մեջ բնակվել, խաչվել, այն էլ մահվան խաչով, խաչի մահով, խոնարհացրեց իր անձը, սրա համար Աստված նրան խիստ բարձրացրեց և այնպիսի մի փառահեղ անուն տվեց, հեղինակավոր անուն, այնպիսի մի անուն, որ ամեն լեզու դավանի, որ նա Տեր է հոր Աստծո փառքի համար, որ ամենուրեք թե երկնքում, թե երկրի վրա և թե սանդրամատականները կարողանան նրան Տեր դավանել, որ ասեն, որ իրոք դու ես Տերը։ Գիտեք, ես ինչ որ ասելու եմ այսօր, թռուցիկ չի, շատ խոր բան եմ ասելու, շատ եմ ուզում հասնեմ ձեր սրտերին, այսօր ինչ որ խոսելու եմ, ուզում եմ, որ կյանքեր փոխի, այսօր անպայման բան է կատարվելու ստեղ։ Մարդահաճո, այսինքն մարդկանց կողմից փառավորվել, թե Աստծո կողմից փառավորվել։ Դուք այս գայթակղությանը մինչև մահ հանդիպելու եք, անընդհատ այս բաների եք հանդիպելու։ Մինչև խոր ծերություն, մինչև քանի դեռ սաղ եք, այս բանին պիտի հանդիպեք։ Մարդկանց կողմից, թե մարդիկ ինչ կասեն, դրա այս փորձությունը, թե Աստված ինչ կասի, որն է Աստծո կամքը, որն է այս աշխարհի սկզբունքները, դուք միշտ ընտրության առաջ եք լինելու։ Եվ մերժելով մարդկանցից փառավորվելը, դա դուռ է լինելու, որ փառավորեք կենթանի հորը, մեր Աստծուն, Տեր Հիսուսի անունով։ Բայց մերժելով հաջորդը, երբ որ ասում ենք դե լավ, Աստված չի նեղանա, կանի մի հատ մարդահաճո կերպով քայլեմ, սա զզվելի է Աստծո առաջ։ Եվ սիրելի եկեղեցի, միշտ այս փորձությունը լինելու է։ Դեռ կշարունակենք այս մասին խոսել։ Մենք խոսում ենք այսօր երկու այդ փառքերի վրա, մարդկանց փառքը եւ Աստծո փառքը։ Մի հատ կարևոր նախադասություն եմ ասում, սա քարոզի, եթե մոռանաք, էսի հիշեք։ Ամենակարևոր բան եմ ասում։ Որպիսի կարողանաք Աստծուն փառավորել, դա ներսի գործողություն է, նախ առաջին հերթին։ Բայց նաև կա երկրորդ բանը, կարևոր։ Աստված էլ մարդուն է փառավորում։ Բայց դրանից առաջ քեզ սովորացնելու է, թե դու իրան ինչպես փառավորես։ Որովհետև եթե չսովորես Աստծուն փառավորել, Աստված քեզ չի փառավորելու։ Կարդանք մեր գուտեղ, հետո նոր կշարունակենք։ Ասածներից մեջ խոր մտածելու առիթ կա։ Առաջին Թագավորաց 2:30, խնդրում եմ բացեք արագի մեջ։ Սրա համար Իսրայելի Տեր Աստված այսպես է ասում. իրավի ասել էի, որ քո տունը եւ քո հորտունը գնան իմ առաջին հավիտյան, բայց հիմա Տերը ասում է, Քավլիցի, որովհետեւ ես ինձ փառավորողներին կփառավորեմ եւ ինձ արհամարողներին կանարգեմ։ Լսում ես Աստծո խոսքը ինչ ասում։ Տերը ասում է, որ ինձ փառավորողներին ինչ կանեմ,
կփառավորեմ։ Միայն թե իմացի, որ սկզբից դու պիտի սովորես նրան փառավորել։ Որովհետև երբ որ Աստված ասեց Մովսես բարձրացի լեռը, լեռան վրա այնպես փառավորեց Մովսեսին, որ նրա երեսի մորթը փայլում էր, երբ որ իջավ մարդկանց մեջ, այդ փայլը ինքը ստիպված էր քող գցել, բայց քողի տակից էլի փայլը երևում էր։ Քող էր գցում, որ կարողանար մարդկանց հետ խոսել։ Այնտեղ սարի վրա հանդիպում էր եղել Աստծո հետ։ Եվ Աստված օրհնելով օրհնել էր։ Եվ Աստված հպվել էր նրան, հանդիպում էր տեղի ունեցել։ Գիտեք, մեր բոլորիս համար Աստված նախատեսած վինեց, բաներ, թագեր ունի, հա, պսակ ունի։ Բայց նաև հանդերձներ ունի պատրաստած, բոլորիս համար։ Եվ արդարների բեհեզներ ունի պատրաստած, որը որ պատրաստել է հանդերձյալ աշխարհի համար։ Մենք հələ որ այս քողի տակ ենք, այս ժամանակավոր ապականացու մարմնի մեջ ենք։ Երեք մի փոքր եղբայրական երկու բան ասի։ Մի քույրիկ հանդիպեց ինձ, ուրիշ զուգահեռ եկեղեցուց, ռուսական։ Ասի, բարև ձեզ, բարև, ինչպես եք, լավ ենք, դուք ինչպես եք, ինձ հարցրեց։ Ասի, լավ ենք, բայց որ երկրորդ անգամ հարցրեց, ինչպես եք, որովհետև դրանք ջիժուրնի հարցեր են, էլի, պետք է տան անընդհատ։ Դե ասացի, փորձեմ անկեղծ լինեմ, էլի, կիսվեմ, ասի, դե ծերանում ենք, մեծանում ենք, կամաց մեծանում ենք։ Եղբայր, ոնց թե մենք մինչև ծերություն էլ Աստված նորոգում է արծվի պես մեր երիտասարդություն, հա, բայց դե երիտասարդությանը սորեր էր արծվի պես նորոգում։ Հիմա էլ եմ ուժեղ, հոգով շատ ուժեղ եմ։ Հա, բայց հիմա ես ֆիզիկապես ապականացու մարմնի մեջ եմ եւ այս մարմինը ուզի չուզի ծերանում է։ Ինչ անում եմ, ոնց կերակրում եմ, ինչ անում եմ, ինքը ծերանում է։ Կա մեկը, որ ձևը գիտի, որ չծերանա։ Մեկ չաղանում եմ, մեկ նիհարում եմ, մեկ մրսում եմ, հիվանդանում եմ, վերջը։ Ապականացում մարմնի մեջ եմ, ծերանում եմ։ Դե մարդ եմ, էլի տես պատասխանեցի։ Ուզեցի ասեմ, լրիվ լավ է, մենակ կամաց ծերանում ենք։ Եվ ինքը սկսեց, միացրեց իր վերջին կանալը, վարդապետական, իր ուժգին հարվածները, թե որ մենք չպետք է ծերանանք։ Դե ուզեցի ասեմ, սուտ ես ասեմ, մենք պետք է ծերանանք։ Բայց ծերացած ժամանակ էլ ենք ուժեղ։ Ժողովուրդ ջան, այս ապականացու մարմինները ուշադիր։ Սա չի փառավորվելու։ Հիսուսն ասեց սրտները չխռովի, իմ հորս տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ կասեի ձեզ, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստեմ։ Եվ եթե գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, նորույն պիտի գամ եւ ձեզ իմ մոտ պիտի առնեմ։ Եվ որտեղ ես եմ, դուք էլ այնտեղ պետք է լինեք։ Այսինքն այդ մարմինները, որ պատրաստելու է, բնակարաններ են, որը որ, գիտես, անապականացու է, մենք ասում ենք երկրի վրա, այս խիժինը, այս վրանների, այս սրան վրանը ասում, մեր վրա կրում ենք մահկանացուն, բայց ժամանակ պիտի գա, որ մահը ընկղմվեց կյանքի մեջ, անմահության մեջ, և մենք ունենք անապականացու, նախատեսված անապականացու մարմիններ, հրեշտակապետի փողի ձայնով Աստծո որդին պիտի հայտնվի այս երկնակամարի մեջ, և երբ որ փողը կփչի, Քրիստոսով ննջացյալները հարություն կառնեն, ետքը մենք էլ, որ ողջ մնացել ենք, և այստեղ օթերի մեջ նրանք կդիմավորենք, այստեղ մահը ընկղմվեցավ, այստեղ ապականացուն մտավ անապականության մեջ, մենք ոչ թե կմեռնենք, այլ կփոխվենք, սա է Սուրբ Գիրքը սովորացնում, դրա համար ուզում եմ ասել, որ մենք Տիրոջից փառավորված մարմիններ ունենք պատրաստված, այդ ստեղ ենք տենում, հա, մենք
Մեկը միգուցե լավ իրան հետևելա, լավա վատ չի, կարողացել ես Հովանես ջան, մուսկլները տեղնա։ Մենք Աստծուց շատ հրաշալի, շատ փառահեղ մարմիններ ունենք պատրաստված։ Այո։ Բայց դա պետք է Աստված տա։ Խնդրում եմ, այս պահը ուշադիր եղեք։ Եթե մենք չսովորենք նրան երկրպագել, եթե մենք չսովորենք փառավորել Տիրոջը, ինձ փառավորողներին, Տերն ասում է, ինձ փառավորողներին կփառավորեմ։ Այս կյանքում էլ շատ սկզբունքներ կան, որ այսպես են խոսում։ Մենք զորով ուզում ենք, մեկին տրորելով, ոտներս են մյուսի գլխին դնելով, են մյուսի տունը քանդելով, մենք ուզում ենք սենց առաջ գնանք, չի լինի։ Չի լինի, չի ստացվի։ Մտածված դանդաղեցի։ Սովորենք հոգևոր կյանքում առաջ գնալ Աստծուն փառավորելով, Աստծուն երկրպագելով։ Ես մի քանի բաներ եմ ասելու նորից։ Երկրորդ մնացորդած 7-րդ գլխի 2-ից 3-րդ խոսքերը։ Ինչ է նշանակում Աստծո փառքը։ Ինչ է նշանակում, որ եթե գար Աստծո փառքը եւ լեցներ, եւ քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տուն, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Մենք ասում ենք Տեր, թող գա քո ներկայությունը, թող գա քո փառքը, թող լեցնի այս տունը, թող լեցնի մեր կյանքը։ Դուք եք կենթանի Աստծո տաճարը, ով է իմանում։ Եվ թող գա Տիրոջ փառքը, նամանավանդ Սուրբ Գիրքն ասում է վերջին տաճարի փառքը ավելի էր առաջինից։ Հա, կա գրած։ Մենք ուզում ենք, որ Տիրոջ փառքը գա։ Այն ինչ որ մենք տեսնում ենք 5 կտակարանյան շրջանում, դա բոլորը մոդելն է իրականության։ Այսինքն, եթե ինձ հարցնեք, 5 կտակարանյան տաճարը դա եկեղեցու մոդելն էր։ Իսկականը եկեղեցին է։ Եվ Աստված երկնքի երկրի Տերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում եւ մարդկանց ձեռքով չի պաշտում իբր թե մի բանի կարոք։ Նա է բոլորին կյանք, շունչ եւ ամեն բան տվողը։ Եվ ուշադիր եղեք, ասма քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տուն։ Եկեք, բերեք, սենց անենք, ավակ ջան, այսօր մենք ենք ծառայողներով, գալիս ենք, բայց Աստծո փառքը լցրած աստեղ։ Չենք կարող մտնենք Տիրոջ տուն։ Կարող եմ հատ սենց բան, ոնց թե ես տեղի հովն եմ։ Չէ, երբ որ նա է փառավորվում, երբ որ նրա անունն է բարձրանում, եւ կլինի օրերի վերջին Տիրոջ սարը սարերի վրա, նրա անունը վերա բոլոր անուններից, եւ երբ որ նրա փառքը վեր ամեն փառքի, ամեն ինչից, գիտեք, ամեն հեղինակություն կորում է նրա ներկայության մեջ, ամեն անունից վերա, ինչքան անուններ կան, ինչքան արքեպիսկոպոս, եպիսկոպոս, չգիտեմ ինչ անուններ կան, բոլորը կորում է, որովհետև երբ որ Տիրոջ փառքը լեցվում է, երբ որ նրա ներկայությունը լեցվում է Տիրոջ տան մեջ, միայն նրա անունն է բարձր, միայն նա է փառավոր։ Գիտեք, Հովանես ասեց ժամանակն է, որ մենք փոքրանանք, նա մեծանա, ժամանակն է, որ մենք լսի, եթե դու չսովորես քո մեջ, ես սովորացնում եմ ճշմարիտ երկրպագությունը, փառավորել Աստծուն։ Եթե դու վերջապես չհասկանաս, որ դու զրո ես, ոչնչացած ես, այդ ժամանակ քո ոչնչությունը երբ որ կհասկանաս, այդ ժամանակ կտեսնես Աստծո փառքը փառավորված։ Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տուն, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Տիրոջ փառքն էր ամենտեղ։ Բոլոր նստարաններին Աստծո փառքն էր։ Տեղ չկար։ Մի դիրք չկար, մի պաշտոն չկար, մի հեղինակություն չկար, որ տեղ լիներ։ Ամեն տեղը լցված էր Աստծո փառքով։
Դրա համար ինչ արին 3-րդ խոսքը։ Եվ բոլոր Իսրայելի որդիկ տեսնում էին կրակը իջնելիս եւ Տիրոջ փառքը տան վրա էր եւ ընկան երեսի վրա գետնին քարահատակների վրա ընկան գետնի վրա եւ երկրպագություն արին Տիրոջը օրհնելով թե բարի է թե նրա ողորմությունը հավիտյանը օրհնյալ լինի Աստված։ Գիտեք, երբ որ ուխտի տապանակը տանում էին ուխտի տապանակը պետք է ուսերի վրա դրած տանեին, հատուկ Տերը պատվիրել էր, և հատուկ հանձնարարել էր, ոչ ոք չկպնի, ով որ կպնի, մահով պիտի մեռնի։ Եվ գիտեք ինչ, ոչ թե Աստծո բարկությունն եկա Ոզիային սպանեց, ոչ, դա սենց ասեմ, նման էր սրան, որ ես երկորը մի տեղից կարդացել եմ չեմ հիշում, ասենք էլեկտրական կաբելը կտրված ընկածա ջրի մեջ և միացրած քանի 1000 վոլտ դու տենում ես ասում ես լավ բան անեմ բարի գործ ես ուզում անես ուզում ես բարձրացնես հանես տոկը տալիս է ոչ թե տոկը քեզ չի սիրում այլ տեխնիկա բեզապասնստը չես վերահսկել պատճառն այն է որ դու ոչ թե Աստված թե Ոզիային չերսեն, ոչ թե Ոզիայի արածը չար բաներ, այլ ինքը տեղյակ չէր կամ չէր հասկանում տեխնիկա բեզապասնստը, որ չի կարելի մոտենալ, պրոստը չի կարելի անել այդպես։ Իրա խելքի կտրածով ինքը լավ բան էր անում։ Տոկը տվեց մեռավ։ Դե տոկն եմ ասում հասկանալի է, Տիրոջ փառքը մեծ է, ուխտի տապանակը Երբ որ տանում են քահանաները, իրանց ուսերի վրա, դա խորհուրդ ունի, դա բան է նշանակում, որ չտանես սենց նասիլկի պես բռնես, ոչ է ոտի տակ տրոլը, ոչ է նույնիսկ Դավիթը, որ վերցրեց, դրեց սայլի վրա, որ բերի, հետո չկարած տանի Դավիթի քաղաք, ստիպված Աբիդոմ տարավ իր տուն։ Եվ Աստված օրհնեց Աբիդոմի տունը։ Բայց պետք է իրանց ուսերի վրա դրած տանեն։ Ուխտի տապանակը թող չցածրանա ժողովուրդ ջան։ Միշտ վերև պահեք, ձեր գլխից վերև պահեք։ Միշտ ձեր ուսերի վրա կրեք։ Նրա փառքը մեծ է ամեն փառքից։ Ամանավանդ քահանայական այդ ծառայությունը, որ պիտի արվի, ուսերի վրա դրած տարեք։ Դա պատասխանատու գործ է եւ ամեն մարդու տված չի։ Եթե քեզ է հանձնարարվել, ուրեմն խոնարհությամբ տար։ Մի հատ, եթե դժվար չի, Սաղմոս 27-ի 4-րդ խոսքը բացանենք։ Սա ուզում եմ տեսնենք Դավիթի սիրտը։ Այստեղ ով ունի Դավիթի սիրտը, հեսա կքննեք դուք։ Մի բան եմ խնդրում Տերից։ Եվ այն շատ կփափագեմ։ Տեսեք ինչ է։ Մի բան եմ խնդրում Տերից եւ շատ կփափագեի, որ այդ բանը լներ իմ կյանքում, ամբողջ երազանքն ու մտածելը դա էր, որ Տիրոջ տանը բնակվեմ եւ իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նրա տաճարին զննելով մտիկ տամ։ Ես մտածում եմ, այս մարդու փափագը անկեղծ լինենք այսօր, քանիսս ենք մենք մեզ համոզել, լավ 2 ժամ այլի գնա մի կերպ շնթռնին դեղ գնա, մի կերպ համոզելով, մի հատ էլ գալչկա կստանաս, որ այսօր էլ ես եկել, ոչ, այդ սրտով երկրպագությունը Տիրոջը հաճելի չի, լսում ես, եթե սատանայից ազդված ես, ասելու ես դել չգնամ եկեղեցի, բայց եթե Աստծուց ես ազդված, ասելու ես կյանքս փոխեմ։ Սա է բանը։ Շատ եմ փափագում Տիրոջ տանը բնակվեմ։ Ոչ թե մի ժամով գնամ, այլ ուզում եմ միշտ ընդեղ լինեմ։ Իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ։ Տիրոջ փառքը Տիրոջ տանն է։ Մենք ասացինք, որ մեր Տեր Հիսուսը գալու է։
գալու է եկեղեցու հետևից։ Գալու է եկեղեցին հափշտակելու։ Իմ համար ցավալի է, իրոք եմ ասում, շատ անհասկանալի է ու ցավալի է մարդկանց վերաբերմունքը եկեղեցու հանդեպ։ Անverջ կարող ես մեղադրել եկեղեցուն։ Անդադար կարող ես մեղադրել եկեղեցուն, ովին, բայց հիշի, որ եկեղեցին է Քրիստոսի մարմինը։ Ու երբ որ Տերը գա, իր մարմինը հափշտակելու է եկեղեցին։ Լավ է, որ այսօր մտածես այդ ուղղությամբ։ Շատ Տիրոջ գեղեցիկ փառքն եմ ուզում տեսնեմ, որը նրա տաճարն է, նրա տաճարը զննելով։ Ասենք մարդ կա տաճարը զննելով, ասում է, այս տեղում, այս լավ չէ, այս ինչը, այս ոնց է, այս մեկը ճիշտ չի անում, այն մեկը, լսի, դու տենց ես զննում։ Եկեք զննենք։ Գիտես, ազնվությամբ, եթե Աստված հիմա մեր թերությունները դնի, ամեն մի մեր սխալը զննելով դնի ավազի հատիկի պես, ես լուրջ եմ ասում, ստեղ մի քանի հատ, մի քանի հազար հատ Արարատ լեռ կլինի, ավելի շատ, եթե Տերը զննի քեզ։ Բայց եկեք Տիրոջ նման լինենք։ Երբ որ քո երեխան ծնվում է, դու սկսում ես զննել։ Սկզբից բոլորը գալիս են ասում են, հոր կողմը գալիս ասում է, տոշնի մեր Վանիկենց սերունդա։ Են մյուսն է գալիս, մոր կողմն է գալիս, ասում է, այս տոշնի մեր պապու կողմն է։ Զննում են երեխուն։ Նա նրան է նմանացնում, նա նրան։ Ու գովելու նպատակով։ Ոչ մեկ չի զննում, ասում, որ հարալը սրա ունքին, սրա, տենց չեն անում երեխուն։ Հետո, երբ որ այս երեխեն մեծանում է, քիչ-քիչ մեծանում է, սկսում են զննել եւ ասել, նա ասում է, իրա տատու կոմը, քերու կոմը միշտ էլ գերազանցիկ են եղել, կարմիր մեդալով են եղել, նա էլ ասում է, որ չէ, իսկական մեր կոմն է։ Եվ այսպես սկսում են գովել, զննել։ Գիտես, ես ուզում եմ, որ Տիրոջ տաճարը, տեսեք, Դավիթը զննում էր Տիրոջ տաճարը եւ Տիրոջ փառքներ տեսնում։ Դու որ զննում ես Տիրոջ տաճարը, որը ասում է դուք եք կենթանի Աստծո տաճարը, որովհետև Աստծո հոգին ձեր մեջ կբնակվի։ Եթե սա Աստծո տաճարն է, եւ դու զննում ես, ինչ ես տեսնում։ Ես լսել եմ հավատացյալների, որոնք որ աղբերին քան համարձակություն ունեն, եկեղեցուն թերագնահատելու, եկեղեցուն դուք հասկանում եք գոնե, կներեք էլի որ սենց ասեմ, քո կարճ ուղեղով ու քո խախտված գլխով ինչ ես անում, ինչի հետևից ես ընկել։ Մտածում ես դու ինչի հետ գործ ունես։ Իրոք քեզ այդ իրավունքը տվել են, որ դու անընդհատ քննադատես ու թերագնահատես։ Չես մտածում, որ ինչ դատով դատես, այդ դատով ես դատվելու։ Չես մտածում, որ Տիրոջ եկեղեցին է։ Ինչ իրավունք ես վերապահում։ Բայց եկեք զննենք, բայց ոչ թե սխալները, այլ իրականից տեսնենք, անկեղծ եմ ասում, հիմա եթե ես հոգով նայեք, ամեն մեկի վրա մի հրաշալի փառք կա, այտենց մեկը չկա, որ չեմ ասում սխալ չունեք, ձեր բոլորի սխալները մի կողմ, բայց բոլորիդ վրա Աստծո գործը կա, բոլորիդ վրա տեսնում եմ Աստծո գործը, մեծ գործ արվել, նոր հիշի ապաշխարել էիր, եկար, նվիրվար, մկրտվեցիր, մեծացար, ամուսնացար, ընտանիք կազմեցիր, հա, որոշները արդեն ամուսնացած են եկել, եւ կայացար, ու հանկարծ հասար մի տեղ, որ այս ինչ ես ասում, այս ուր ես գնացել, զննիր Տիրոջ տաճարը, որ Տիրոջ փառքը տեսնես, որ կարողանաս տեսնել նրա փառքը,
ժողովրդի մեջ, որովհետև ասում են նրանք իմ ժողովուրդն են, նրանց մեջ կբնակվեմ, նրանց մեջ կքայլեմ։ Եթե սա Աստծո եկեղեցին է, եթե սա Աստծո ժողովուրդն են, ուրեմն այստեղ Աստծո փառքը կա։ Եկեք Աստծո փառքը տեսնենք, եկեք Քրիստոսին իրար մեջ փնտրենք, դադարենք մեկս մյուսի անընդհատ ցեղ գցելը իրար վրա։ Երեխաներն են այդպես անում, իրար վրա ցեղ են գցում ու ծիծաղում իրար վրա, ասում ցեխոտ ես, բայց ինքն էլ է ցեխոտ։ Դուք եք իրար վրա գցում։ Ծնողը այդպես չի անում։ Հայրը նայում է, ասում է բալես։ Քեզ շատ եմ սիրում։ Դու թանկ ես ինձ համար։ Ես արյուն եմ թափել, փրկա գնել եմ քեզ, քո համար մեծ գին եմ վճարել։ Գողգոթայի վրա կյանքս տվեցի, որպիսի սեփական ժողովուրդ գնեմ, որպիսի դու իմը լինես։ Ոնց եմ ուզում այս պահը հասկանալի լինի, որ Տիրոջ փառքը Տիրոջ տանն է։ Երբ որ կտեսնենք Տիրոջ փառքը Տիրոջ տանը, էլ դու քեզ աթոռման չես գա, հեղինակություն ու դիրք չես փնտրի։ Փարիսեցիների այն տեղը դու չես ասի գնամ առաջին այն տեղերը, չէ, ամբողջ փափագը տետ չի։ Թող Տերը գնա արջևից, թող Տերը փառավորվի, թող Տերը լինի առաջինը, թող նրա անունը մեծարվի, թող նա փառավորվի, թող նրան թողնենք, թող մեծարվի, եւ դրանից հետո Աստված հատուցում ունի, փառավորողներին կփառավորի։ Դրանից հետո Աստված գիտի հատուցում անել։ Իսկ երկնքում, երբ որ կտեսնես քո հանդերձները, խելագարի պես ցածկոտես կուրախանաս, որ քեզ համար պատրաստած հանդերձներ ունի։ Երբ Աստծո փառքը գա, քեզ կարող է չնկատեն։ Քեզ տեղ չկա։ Երբ որ Աստծո փառքը գա, քեզ կարող է չնկատեն։ Համեմատությունները սկսվում են, երբ որ Տիրոջ փառքը չեն որանում, երբ որ մարդուց են ուզում փառավորվեն։ Ես լավ երգեցի, թե ինքը, ես լավ քարոզեցի, թե ինքը։ Ես մարդկանցից ես փնտրում փառք։ Չգիտեմ կարդաց թե չէ, նա ով որ մարդուց փառք է փնտրում, նա զսվել է Աստծո առաջ։ Երբ որ մենք ուզում ենք մարդը հաճո կերպով ապրել, մարդկանցից փառավորվել, մենք միշտ էս ենք անում։ Ինչ ես մտածում իմ մասին, ես էի լավ թե ինքը, մենք անընդհատ համեմատությունների մեջ ենք, իմ շորերը, իմ հեռախոսը, իմ ավտոն, իմը նրանից լավն է, իմը, եւ սա ճիշտ հոգի չի, այտենց չեն անում, այտենց չի կարելի արած, ժողովուրդ ջան։ Միգուցե քո քշած ավտոն նրա ավտոից լավն է, բայց նրա հոգևոր հանդերձները շատ ավելի փառահեղ է։ Միգուցե քո iPhone-ը վերջինն է, բայց իմ աղոթներն էլ առաջինն է։ Միգուցե, չգիտեմ, էլի, սենց ուզում եմ մենք հասկանանք, որ Աստված է փառավորողը։ Ես ձեզ ասեմ, հնարավորություն, կյանք, հաջողություն տվողը Աստված է։ Եթե մեկին հաջողություն ա եղել, ես ուզում եմ քեզ ասել, որ Աստված է հաջողություն տվողը։ Նույնիսկ չշփոթվեք հաջողության հետևից գնալը։ Հաջողություն Աստված է տալի, բայց քո հաջողությունները չեն քո Աստվածը։ Հիշի, որ Աստված քո հաջողություններից վեր է։ Ես խնդրում եմ քեզ հասկացի ինչ եմ ասում, որովհետև շատերի կորուստը հենց իրանց հաջողություններն է լինում։ Հայտնության 21:33-ը։ Բերեք կարդանք էսի։ Բեր սկզբից Եսայա 42:8-ը կարդանք ներեգություն, հետո նոր հայտնության 21:23-ը։ Ես եմ Յովան, իմ թարգմանությամբ ես եմ Տերը, սա է իմ անունը, եւ ես իմ պատիվը, ինտեգրացիա, իմ փառքը ոչ, ես իմ պատիվը ուրիշին չեմ տա եւ ոչ իմ փառքը կուրքերին։ Ռուսերեն մի հատ կարդամ, я Господь, это моё имя, и не дам славы моей иному и хвалы моей истуканам։ Իմ փառքը ուրիշին չեմ տա, Աստված ասում է։
Աստված ոչ թե կարիք ունի։ Գիտեք, բանակում ոնց էր։ Թույլ տվեք ասեմ։ Բանակում սենց էր։ Մի հատ շատ վատ օֆիցեր ունեինք, պրապորչիկ ունեինք, մի հատ ավելի շուտ, որը որ կնոջ հետ խնդիրներ ուներ ինձ թվում, ենթադրում եմ, հիմա եմ հասկանում, ու գիշերը քունը չէր տանում, ներվայնացած գալիս էր, ու ժամը 2-ին ասում էր «Պաջամ», եւ սա սալդատները խեղճերը հոգնածնում էին, կանգնում էին, ու ստիպում էր ասում էր, որ չես տվեք։ Չես հասկանա, պատվի արժանացրեք, հա։ Եվ պետք է այսպես անեն։ Ես չգիտեմ դրա մեջ ինչ հաճույք կա, որովհետև զզվում են քեզանից, արա, բայց սենց ենք անում, Որովհետև մենք քեզ չենք սիրում, որովհետև դու տհաճ ես մեզ համար, բայց մենք սենց ենք անում եւ ինքը երևի թե գիտի թե պատվի ենք արժանացնում, դա պատվի արժանացնել չի։ Շատերին թվում է թե մարդիկ կարող են ուղակի սենց անելով կամ հենց այնպես փառք ասելով Աստծուն փառավորել, ոչ։ Քո կյանքը պետք է փառավորի Աստծուն։ Քո սրբությունը, քո մաքրությունը, քո աստվածավախությունը, քո արդարությունը, քո աստվածային տված, էլի, արդարակերպ, արդար ապրելը, մաքուր ապրելը, սա կփառավորի Աստծուն։ Մեղքին չի ասելը կփառավորի Աստծուն։ Երբ որ մենք ասում ենք փառավորում ենք Աստծուն, դա չի նշանակում, էսենց անենք, ուրեմն փառավորում ենք Աստծուն։ Ոչ։ Աստված այդ չի փնտրում։ Երբ որ ասում ես իմ փառք ուրիշի չեմ տա, նա ուզում է ասի, որ սովորի քո Տեր Աստծուն պատվել երկրպագել, սովորի քո Տեր Աստծուն պաշտելը, հոգով ու ճշմարտությունով երկրպագելը։ Աստված ուզում է, որ նա խանձոտ Աստված է։ Ասենք, եթե տեսնի ինքը քո երեխան, որ ծնվել է քեզանից, խնամք ես տարել, հոգ ես տարել, ուղարկել ես բանակ, գնացել է բանակ, մի հատ օֆիցերի պապա է ասում, էլ տուն չեմ գալի, պապա եմ ասում, ինքն այն պապան է սրվանս, հոր խանդը կուտի, գիտես, Աստված ասում է, ես իմ փառքը կուրքերին չեմ տա, չեմ թողի, դու գնաս մի սխալ բանի ասես, ես քեզ սիրում եմ որպես որդի, ես չեմ ասում քեզ կպատժեմ, ես այդ կուրքերը կջարդեմ, ես չեմ ասում ես քեզ եմ պատժելու, դու են որ արդեն կուրք ես պատժում, այդ մեծ պատիժ արդեն, ես քեզ եմ ուզում ազատեմ դրանից, ես քեզ ուզում եմ բարձրացնեմ դրա մեջ, որ դու դուրս գաս այդ փոսից, ես ուզում եմ քեզ երկրպագու սարքել, որ քո Տեր Աստծո հետ կապդ հաստատ մնա, որ քո Տեր Աստծուն պաշտես, հասկանում ես ինչ եմ ասում։ Եվ վերջապես ուզում եմ գամ ավարտին, քարոզիս, հայտնության թղթերի մեջ, շատ բան եմ գրել, բայց ճիշտ է ավարտին գալն է։ Հայտնության 21-23, որ ասեցի։ Այս այն փառահեղ քաղաքն է, որ երկնքից իջնում է։ Եվ քաղաքը ոչ արեգակի եւ ոչ էլ լուսնի պետք չուներ, որ լույս տան նրա մեջ, որովհետեւ Աստծո փառքը լուսավորում էր նրան եւ նրա ճրագը գառներ։ Սուրբ Գիրքը սովորացնում է, որ ահա տեսա 22-րդ գլուխն է, եթե չեմ սխալվում, ասում է ահա տեսա Աստծո խորանը մարդկանց մեջ, ինչպես երկնային Երուսաղեմը մի զարդարված հարս իջնում էր գառի համար, Հիսուսի համար, ինչպես հարսը զարդարված Փեսայի համար, եւ երկնային Երուսաղեմը եւ եկեղեցին բերում է մեկա դարձնում։ Ես գիտեմ, որ այդ ճիշտն ասած պատկերացում չունեմ, չեմ էլ պատկերացնում այդ ոնց է լինելու, բայց որ դրան քաղաք է անվանում, քաղաք, որ դա մի հրաշալի եւ փառահեղ վիճակ է եւ այնքան փառահեղ է, որ ասում է արեգակի կարիք չունի, որովհետեւ Աստծո փառքը այնտեղ լուսավորում ամեն բան։ Երբ որ Մովսեսը եւ Եղիան հայտնվեցին,
այլակերպության լեռան վրա, նրանք լուսափայլ հանդերձներով էին։ Եվ Հիսուսի երեսը արեգակի պես փայլեց։ Ես պատկերացնում եմ, որ փառահեղ հանդերձներով են լինելու։ Երկնային Երուսաղեմը հրաշալի մի համվայրյա համվիճակ է, ես չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, բայց մի բան հաստատ գիտեմ, որ Աստծո փառքը լուսավորում էր նրան։ Այս հիմա ենք մենք այս մարմիններով ծածկված։ Ինչ է կատարում մեր հոգու հետ, Աստծո լույսո ներգործության տակ, նրա փառքի ներկայության մեջ, մեր հանդերձները, հոգևոր հանդերձները, փայլում են։ Երբ որ այս ապականացուից դուրս կգանք, անապականացուն կհագնենք, այդ ժամանակ պարզ է լինելու, ով էր ինչքան շատ սիրում Աստծուն, ով էր Աստծո համար կյանք ու սիրտ դրած, ով էր ճիշտ, ով էր սխալ, ով էր իմ եղբայրը, ով էր իմ քույրը։ Սա ամեն բան պարզ է լինելու։ Ասենք, եթե հնարավոր է երկրի վրա արեգակի պես փայլել, հնարավոր է, արդարները իրանց հոր արքայության մեջ կփայլեն ինչպես արեգակ։ Կա տենց խոստում։ Ով ասում գիր կարդում։ Նորից ասեմ։ Արդարները արեգակի պես կփայլեն հոր արքայության մեջ։ Կա տես բան գրած։ Ով չի իմանում, թող իմանա։ Եվ ուզում եմ, որ եթե կարող ենք մենք այստեղ արեգակի պես փայլել, ունենանք այդ հնարավորությունը, էլ ինչի մոմի պես փայլենք։ Թող Աստված օրհնի բոլորիդ, զորացնի բոլորիդ։ Թող այն փառքը, որը Աստծուց է, այդ որոնենք։ Ոչ թե մարդահաճո մարդկանցից փնտրենք փառք, այլ Աստծուց։ Աստվածայինը, որովհետև Աստված ասում է, ինձ փառավորողներին կփառավորեմ։ Երբ որ Աստված է մեկին բարձրացնում, Աստված է մեկին փառավորում, դրա դեմ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անի։ Ոչ մի գործիք չի աշխատում։ Ինչքան էլ բրիլյանտը ցեխի մեջ թաթախես, բայց որ մի ջրի տակ դնես, նորից այն նույն արժեք ունի։ Ինքը այդ արժեքը պահում է։ Ոսկին կամ սենց ասեմ։ Եթե դու Քրիստոսի պատվական արյանգինն ես, Աստված քեզ փառքով փառավորելու է։ Եթե սովորես նրան փառավորել, փառքը նրան ուղղել։ Եկեք կանգնենք աղոթքի։